Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուրդյանի հետ։ Ողջույն Հովսեփ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժորժան, սիրով։ Հայաստան Եվրամիություն քաղաքասարքության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ, որին ներկայ են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Հանրապետության վարչապետը ելույթ ունեցավ եւ այլն։ Կխնդրեմ նախ այդ քննարկումներից ելույթներից հետո ՀԱԿ-ը տպավորություններով կիսվես Հայաստան Եվրամիություն կամ առհասարակ Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ։ Դու այդ օրակարգի ամենաառանցքային ջատագովներից մեկն ես, դու բոլոր նախաձեռնություններին մասնակցում, դրանք շատ հաճախ նախաձեռնում ես եւ կխնդրեմ քո ավելի, այսպես ասենք, հա, թեմայից տեղյակ այդ process-ների մեջ եղող մարդու աչքով մեզ ասես թե դու ինչ հասկացար նաեւ այն հանրային պաշտոնյաների կողմից, ովքեր խոսում էին այդ թեմաներից, ինչ հասկացար ի վերջո Հայաստանը ինչ է ուզում Եվրոպական միությունից։ Նախ ուզում եմ մեր դիտողներին իրազեկման կարգով տեղեկացնեմ, թե ինչ բան է ընդհանրապես Եվրամիություն Հայաստան քաղաքացիական պլատֆորմը։ Այն երկկողմ պլատֆորմ է, որը որ ձևավորվել է ՍԵՊԱ-ի համաձայնագրի շրջանակներում, այսինքն այնտեղ հենց գրված է, որ Հայաստանի պարտավորությունները կատարելու նպատակով կատարման ընթացքը ավելի շուտ դիտարկելու մոնիտորինգ անելու նպատակով ստեղծվում է այսպիսի պլատֆորմ, որտեղ ներգրաված են Հայաստանից եւ Եվրամիությունից քաղաքացիական ներկայացուցիչներ, որոնք ընտրվել են եւ այստեղ եւ այնտեղ քաղաքացիական տարբեր կազմակերպությունների կողմից։ Եվ այդ պլատֆորմը պարբերաբար զեկույցներ է ներկայացնում իր մոնիտորինգի արդյունքները, նաև հանդիպումներ է կազմակերպում իշխանությունների ներկայացուցիչների հետ համապատասխան կառավարության տարբեր մարմինների հետ, որպեսզի քննարկվեն այդ պարտավորությունների իրականացման ընթացքը, կատարման ընթացքը, որը որ այնպես չի, որ բավարար են հիմա գնահատվում, մոտավորապես 50%-ի կարգի է գնահատականը, որ այդքանն է կատարվել ՍԵՊԱ-ի, չնայած դա խնդիր է, որովհետև պետք է բնականաբար հաշվի առնելով, թե ինչքան քիչ ժամանակ էր մնացել բուն ՍԵՊԱ-ի ավարտին, պետք էր վաղուց արդեն մեծ մասը կատարած լինեին իշխանությունները, բայց դեկտեմբերին, քանի որ կնքվեց ըստ էության ընդլայնված ռազմավարական համագործակցության նոր փաստաթուղթ, որը որ փոխարինում է փաստացի ՍԵՊԱ-ին, չնայած ես կասեի լրացնում է ավելի շուտ, որովհետև ՍԵՊԱ-ն չի չեղարկվել եւ ՍԵՊԱ-ն է հիմնական այն փաստաթուղթը, որը քվեարկվել է նաեւ Եվրամիության անդամ երկրների կողմից, ի տարբերություն ռազմավարական օրակարգ կոչվող փաստաթղթի, բայց համենայն դեպս այս նոր փաստաթղթում նոր պարտավորություններ կան արդեն ավելի ընդլայնված ծավալի, որը որ իհարկե այդ պարտավորությունները նպաստելու են Հայաստանի այդ չափորոշիչների համապատասխանությանը, Եվրամիության չափորոշիչներին, որից հետո նոր միայն մենք կարող ենք հույս ունենալ, որ կարող ենք Եվրամիության անդամ դառնալ, բնականաբար նաև եթե զգանք, որ այդ պատրաստությունը բարձրացել է, կարող ենք նաև դիմել պաշտոնապես անդամակցության հայտով։ Մի բան, որը որ մենք վաղուց իշխանություններին հորդորում ենք անել, որովհետև ամեն դեպքում այդ գործընթացը եւս ժամանակ է պահանջելու, հա, եւ եթե հիշում ես, անցած տարի Արարատ Միրզոյանը, արտգործնախարարը հայտարարեց, որ նույնիսկ կարող է այս տարի մենք հայտը ներկայացնենք կամ մյուս տարի առավելագույնը, հա, այսպես ես տպավորություն ունեի, որ գոնե միջև ընտրությունները առնվազն հայտը ներկայացնելու մասին որոշում կլինի ծրագրային մակարդակով ՔՊ-ի նախընտրական ծրագրի տեսնենք ինչ նախընտրական ծրագիր կհրապարակի ԿՊ-ն եւ արդյոք հայտը ներկայացնելու կետ այնտեղ կլինի, տրամաբանական չի լինի, եթե չլինի, որտեղ ինքը դրանով կսահմանափակի իր հետագա գործողությունները ընտրություններից հետո։ Ինքը պետք է ստանա ժողովրդի մանդատ այդ հայտը ներկայացնելու, որը վստահ եմ ժողովրդի մեծ մասը այդ կետը առնվազն կողջունի, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության մեծ մասը ուզում է տեսնել Հայաստան Եվրամիության մեջ, ուղղակի տարբեր արագություններ են, տարբեր շերտեր տեսնում, եթե հիշում եք բանի IRI հարցումը, հիշում ես, ուրեմն եթե ընդեր գրած էր, որ եթե ընտրություններ լինեն այս կիրակի արդյոք քվեարկեք
Իսկ եւս 20%-ի կարգի ընդհանրապես կողմ են, որ Հայաստանն դառնա Եվրամիության անդամ, բայց այս պահին չէին քվեարկի այդ հայտը ներկայացնելու համար, որտեղ իրենք կարծում են, որ ես ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ կարծում են, որ դեռ շուտ է այդ հայտը ներկայացնելու եւ անդամակցության մասին խոսելու, բայց ընդհանրապես կողմ են։ Այնպես որ հիմա նաև ներքաղաքական զարգացումների գլխավոր մեխն է դառնալու Եվրամիության ինտեգրման հարցը, Եվրամիության անդամակցության հարցը, եւ այստեղ է, որ ցավոք սրտի իշխանությունները իրենց հետ բանավիճող կողմ ընտրել են լիովին հակառակ կողմը, այսինքն պրոռուսական ուժերին, որպես ընդդիմախոս եւ հակադարձում են բացառապես նրանց արտահայտություններին, նրանց գաղափարներին, նրանց ասածներին, կարծես այլընտրանք են ձևավորում հենց հանձին բացառապես այդ պրոռուսական ուժերի։ Մինչդեռ անկախ նրանից, որ ժողովրդավարական ընդդիմության հետ այսպիսի տուրը դմփոց չկա, հա, իշխանությունների կողմից եւ այդ երկու ուժերի միջեւ, բայց ավելի լավ քաղաքական բանավեճը շատ ավելի նախընտրելի կլիներ եւ ժողովրդի համար էլ շատ ավելի ընդունելի կլիներ տարբեր հարցերի շուրջ, այդ թվում եվրոպական ինտեգրման, բայց նաեւ հատկապես ներքաղաքական հարցերի շուրջ, որտեղ հակասությունները բազմաթիվ են եւ տարբեր մոտեցումները բազմաթիվ են իշխանությունների եւ ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի, այդ քննարկում օրինակ ինձ որպես քաղաքացի ավելի հետաքրքիր կլներ, քան ներողություն արտահայտությունից հայտնի թումանյանական քաչալշուն գողփիսո տարբերակով անընդհատ արդեն զզվացինք այդ բանավեճի այդ մակարդակից, հա։ Հասկացանք, նախկինները թալանչիներ են, քրեա օլիգարխիայի մաս են եւ վաղուց պետք է ուրիշ տեղերում լինեն, ոչ թե քաղաքական դաշտում։ Բայց դրա պատասխանատու իշխանություններն է, հերիքի չեն արել դա, հերիքի թողել են քաղաքական դաշտում մնա այդ ուրեմն քրեա օլիգարխ մնացուկները, դեռ մի բան էլ իրենց հետ անդադ բանավեճի մեջ են մտնում եւ իրենց սարքում են այլընտրանք։ Ես հասկանում եմ, որ դա իրենց համար հեշտ այլընտրանք է, բայց պետության համար ռազմավարական մոտեցում որպես եթե դրսևորեն, լրիվ այլ առաջնահերթություն պետք է լիներ իրենց համար որպես ուրեմն ընդդիմախոս քննարկել։ Իդեպ բանավիճել են ընդդիմախոս հետ, իդեպ այսօր այդ հարցը քննարկեցինք նաև մեր պանելային քննարկումը, որը անվտանգության էր վերաբերում եւ որի ներկա էր անվտանգության քարտուղար, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այդ քննարկումը ունեցանք մենք։ Միջայդ էլ Լուսնե Պետրոսյանը, ով համակարգում է պլատֆորմը, իր բացման խոսքում նկատեց, որ շատ դեպքերում սվիններով են ընդունվում իշխանությունների կողմից շատ առաջարկներ կա հասարակության եւ պլատֆորմի, որին Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում հակադարձեց, որ դե բա մենք իշխանություններ ենք, անկամ չենք կարող լինենք եւ ինչ որ մեզ առաջարկվում է, այսպես միանգամից չպետք է ընդունենք եւ կատարենք, այլապես ուրեմն դուք կլինեիք կառավարությունը, քաղաքացիությունը, մենք էլ կլինենք քաղաքացիությունը, այսինքն տեղերով կփոխվենք, բայց մի քիչ այդպես չի, ես համաձայն չեմ։ Մենք չենք ասում բոլոր մեր խորհուրդները, առաջարկները, որը որ նաև այդ հետազոտական բլոկում ներկայացվում է, այս միանգամից ընդունեք, հա, բայց նաև այդ շատ այսպես ոչ այդքան կառուցողական մոտեցումները շատ դեպքերում մեր առաջարկների հանդեպ անհասկանալի է, հա, եւ շատ դեպքերում նաև անտեսումը։ Այսօր ես օրինակ մի քանի օրինակ բերեցի, հիմա ես մի քանիսը կասեմ նաև մեր հեռուստադիտողներին։ Պարզ բաներ կա, որ չի արվել ու շարունակում են այսպես երկու ոտը կոշիկի մեջ դրած, շարունակում են պնդել, որ չեն էլ անելու։ Վեթինգը։ Վեթինգի մասին արդեն հոգնեցինք խոսել։ Մի բան, որ վարչապետը ինքն էր խոստացել դեռ 19 թվին, որ արվելու է, պաշտոնապես հայտարարեց հանդիպումներից մեկի ժամանակ։ Հետո իրեն համոզեցին Ռուստամ Բադասյանը, Վլադիմիր Ինչաներ, որ Սահմանադրական դատարանի Վարդանյան անդամ դարձավ։ Ինչան? Վարդանյան, Վլադիմիր Վարդանյանը հենց համատեղ ուժերով համոզեցին, որ չի կարելի դատավորներին կպնել, դա ավելի վատ կլինի, մենք այդքան կադրեր չունենք, որ հիմա ուրեմն հանցագործ դատավորներից ազատվենք եւ այլն, վեթինգի իմաստը դա էր։ Այսինքն ուսումնասիրել ինչ որոշումներ են կայացրել նախկինում եւ եթե մարդկանց ճակատագրերի հետ են խաղացել, բռնադատել են անմեղ մարդկանց, այդպիսի դատավորները եւ ոչ միայն դատավորները, քննիչները, դատախազները ինչ գործ ունեն իրավապահ համակարգում, դատաիրավական համակարգում, դրանցից պետք է առնվազն ուղղակի մաքրել համակարգը, բայց չարեցին եւ հիմա շատ դեպքերում նեղվում են, որ ուրեմն դատական այսպեսի
տարօրինակ որոշումներ, վճիռներ են կայացնում շատ դատավորներ։ Եվ նույնը վերաբերում է օրինակ փաստահավաք խմբին։ Փաստահավաք խմբի մասին էլի քաղաքասարակությունը պարբերաբար բարձրաձայնում էր, որ փաստահավաք հանձնաժողով, հա, այսպես կոչվեց ի վերջո այն ինչ որ ստեղծեցին իշխանությունները, ուզեցին ստեղծեն ավելի շուտ կամ ձև տվեցին, որ ուզում են ստեղծեն, այսպես ասենք, որոշում կայացրեց կառավարությունը, որ փաստահավաք խումբ է ստեղծում, քաղաքասարակությունը պահանջում էր, որ դա լինի ազգային ժողովին առընթեր, ասեցին չէ, այդ շատ բարձր մակարդակ կլինի, շատ կլինի քաղաքասարակության համար եւ այդ փաստահավաք կարծես լավություն էին անում մեզ, էլի, որ այդ փաստահավաքը ստեղծեն։ Ի վերջո ստեղծեցին հանրային խորհրդին առընթեր եւ հանրային խորհուրդը պետք է ընտրի այդ փորձագետներին, ասեցին լավ, թող այդպես լինի։ Հետո որոշեցին, չէ, ոնց որ թե բյուջեն շատ ենք հատկացրել, բռնեցին կիսեցին բյուջեն, այդ թվում աշխատավարձերը եւ այլն, ասեցինք լավ, խնդիր չկա։ Հիմա գոնե այդ կազմակերպեք, հայտարարեք։ Ուրեմն փոխանակ հայտարարելուց հետո հաղորդակցեն այդ հայտարարությունը լայն շերտերին, հասարակությանը, փորձագետներին, որ մարդիկ իմանան, որ այդպիսի բան կա։ Ուրեմն դրել են վարչապետի կայքում ոչ մեկ բանից անտեղյակ, որ այդպիսի հայտարարություն կա դրված վարչապետի աշխատակազմի այդ կայքում, հայտարարությունների բաժնում, ամենօրյա ռեժիմով պետք է ինչ-որ մեկը անդադ մտներ, նայեր, հետո արդեն բոլորին տեղեկացներ։ Լրիվ պատահական ես իմանում եմ ուշացումով, գրեթե մի շաբաթ 10 օր ուշացումով, որ այդպիսի բան կա, ու մեջն էլ նշված չի վերջնաժամկետ փորձագետների հայտեր ներկայացնելու, որ ընդգրկվեն այդ փաստահավաք խմբում։ Վերջնաժամկետ նշված չի, այսպես հազիվ ես Facebook-յան էջում դնում եմ հարցազրույցներում, ասում եմ կոչ եմ անում փորձագետներին դիմել, ներգրավել եւ այլն, ինչ որ մի քանի հոգի դիմում են, բայց արդյունքում անհրաժեշտ թիվը չի հերիքում, որ ձևավորվի հանձնաժողով եւ չեղարկում են հայտ ընդհանրապես մրցույթը եւ չեն նշում երբ է կրկնվելու, որ մարդիկ երբ իմանան, երբ սպասեն, որ դիմեն։ Հիմա արդեն մնաց պարզա ընտրությունից հետո կմնա, իսկ ո՞րն է փաստահավաք խմբի առաքելությունը լինելու։ Նախկին բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են թե ընտրական գործընթացի ընթացքում, իսկ կեղծարարությունները, բռնազավթումը իշխանության, ընտրակեղծիքների միջոցով սկսած 90 երբ առաջի անգամ կեղծվել 95-96 թվերից, հա։ Հետո օրինակ հանցագործությունները բանակում, չբացահայտված սպանությունները եւ այլն խեղումները, այդ բոլորը գիտենք ինչքան դժգոհություններ կան նախկին իշխանությունների օրոք, ինչպիսի ապօրինի ուրեմն հետաքննություններ են եղել այդ հանցագործությունները, հատկապես ռազմական դատախազության կողմից։ Եվ մենք տեսել ենք դրա արդյունավետությունը, դրա համար էլ կարիք է, այսինքն զրո արդյունավետություն, էլի մարդկանց շատ դեպքերում անմեղ մարդկանց են բռնել դատել, իսկ հիմնականում մնացել են չբացահայտված այդ դժգոհող ուրեմն ծնողների զավակների գործերը։ Եվ դա էլ պետք է քննարկվել։ Մի խոսքով այսպիսի հարցեր կար, որը նախկինին է վերաբերում, բայց կներեք, մենք նախկինի հետ վերջապես պետք է առերեսվենք նախկին այս անցած մեր այս ճանապարհի եւ այդ հանցագործների եւ այդ հանցագործությունների, որ ավելի հանգիստ առաջ գնանք, որ իմանանք ով է, ով ինչով է զբաղվել, ինչ է արել։ Թե գիտեք ինչ կա, ուրեմն նախկինում այդպիսի հանցագործություններ գործած դատավորները այսօր շարունակում են դատավոր աշխատել, պաշտոնավարել։ Նախկինում կեղծարարությամբ զբաղված մարդիկ ուրեմն հիմա շարունակում են բարձր պաշտոններ շատ դեպքերում զբաղեցնել, ինչա թե ինչ որ գույն են փոխել, նոր դրոշի տակ են անցել եւ իրենց թվում է թե իրենք միանգամից խավել են իրենց բոլոր մեղքերը մեր պետականության հանդեպ։ Տեսեք հիմա ինչ վրթովմունք է մեր հասարակության մեջ առաջացնում այս ընտրակաշառքների պատմությունները, չէ, որ ասում են չհասկացանք, այդ ընտրակաշառքով դուք պետականության հետ եք խաղում։ Մեր ինքնիշխանությունը կարող է գրխին քար գցեք մեր ինքնիշխանության, ինչա թե մի քանի կոպեկ փող եք աշխատում։ Եվ ես էլ օրինակ կողմնակից կլինեմ, որ խստորեն դատապարտվեն դրանք հերիք չի, նաև ստացվի բոլոր այդ պատիժների մեխանիզմը, պատիժների ծավալը այդ կարգի մարդկանց հանդեպ, որտեղ դա պետական հանցագործություն է իրական։ Բայց այդքան բանը որ հասկանում ենք, բան նախկինում այդպիսի այդ նույն բանը արած մարդկանց ո՞նց ենք մենք թողում, որ հիմա պաշտոնավար են, հələ մի բան էլ առաջ խաղացում ունենալ, աշխ փակենք նախկինում իրենց արածների վրա։ Այդ ինչ համաներում է հայտարարվել բոլոր բռնազավթիչների եւ ընտրակեղծարարների հանդեպ։ Այտենց է, եկեք բոլոր ամեն ինչն համաներում անենք։ Մարտի 1-ն էլ, հոկտեմբերի 27-ն էլ, ասենք դե լավ եղե անցել է, ինչ ա եղել, որ ոչինչ որ մեր պետականությունը ուզեցել են խորտակեն, ոչինչ որ ուրեմն բանը համանadական կարգն են ուզեցել տապալել եւ մեր ինքնիշխանությունը։ Այդ ոչինչ, այդ անցյալում է, հիմա բոլորը լավն են դարձել։ Այտենց ո՞նց կլինի։
եւ արդյունքում կարողացնենք հիմա արդեն ուրեմն նրանց համախմբմանը, նրանց ունեցած ռեսուրսներով մեր ամբողջ քաղաքական գործընթացի ապականմանը եւ հետո կզարմանանք թե ոնց եղավ որ sense եղավ։ Հովսեփ, մի հարց Եվրամիության մասին, այսինքն հնարավոր Եվրամիության անդամակցության վերաբերյալ, ես օրինակ կարծիքների հանդիպեցի, որ ասում են այս գործընթացում իհարկե պետք չէ շտապողականություն ցուցաբերել, եւ ասում էին, որ պետք է հնարավորինս այդ process-ը ձգվի, հիշելով նաև 2013 թվականը, երբ Հայաստանը պայմանական այդ մի գիշերում անդամակցեց, հրաժարվեց ասոցիացումից Եվրամիության հետ եւ անդամակցության որոշում կայացրեց Մաքսային միություն, հետո արդեն ԵԱՏՄ, հա, եւ նշում են, թե մենք դրա դառը հետևանքները ինչպես են քաղել այդպիսի արագ որոշումների։ Հետեւաբար նաև հաշվի առնելով այդ փորձը, ասում են, որ շատ այս process-ը թող գնա դանդաղ, բայց լինի լիարժեք, չշտապել, հայտը ներկայացնել, երբ որ Հայաստանը որոշակի տնային աշխատանք կատարած կլինի, հայտից հետո էլ շարունակի բարեփոխումների օրակարգը, նոր ի վերջո գալ հանգել նրան, որ երկկողմանի կայացվի քաղաքական որոշում եւ լինի այդ անդամակցության ակտը, հա։ Դու ինչպես ես սրան վերաբերվում։ Մենք դառը որոշումներից։ Ուրեմն դառը որոշումներ լինում են, երբ որ սխալ որոշում է կայացվում, սխալ ուղղությամբ է ստանում երկիրը։ Դառը որոշում է 13 թվականին, որտեղ 4 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, որտեղ մենք նաև գտնելու ենք որոշակի անվտանգություն, աշխարհաքաղաքական որոշակի շրջանակ, որ ապահովելու է նաև Արցախի գոնե գոյությունը, հա։ Այդ ամեն ինչը թողած Սերժ Սարգսյանը տարավ Հայաստանը մտցրեց Եվրասիական տնտեսական միություն, ասելով թե դե անվտանգության հարց ենք նաև լուծում, ուրեմն հապկում անդամ ենք, ինչքան ռազմական պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ, այդ ամեն ինչը հեչ, մի հատ էլ լրացուցիչ պետք էր ԵԱՏՄ մտնել, որ անվտանգությունը պահենք, այսինքն ամեն անգամ Կրեմլը նոր շանտաժով ասել է, էս էլ տվեք, եթե անվտանգություն եք ուզում, արդյունքում էլ տեսանք, անվտանգություն տվեցին, մեզ թե չէ։ Այդ մեկ, երկրորդը, շտապելու հարցով։ Եթե սխալ ուղղությամբ ես գնում, իհարկե, ընդհանրապես լավը չգնաս, այլ ոչ թե շտապես այդ ուղղությամբ գնաս, բայց եթե ճիշտ ուղղությամբ ես գնում, պետք է շտապես, որովհետև այնպես չի, որ այդ պատուհանը անդադ բաց է լինելու։ Մեկ, երկրորդը, շտապել ասելով մենք չենք ասում, հենց հիմա ուրեմն մտնում ենք Եվրամիություն։ Այդ մանիպուլյացիա է, որ այդպիսի բաներով վախացնում է ժողովրդին, որ դե Հայաստանը պատրաստ չի, դա շտապողականություն է։ Գիտեք, մեզ էլ երբ որ 23 թվականին այդ Հայաստան-Եվրամիություն կոնֆերանսը կազմակերպեցինք Բրյուսելում, այստեղ էլ տարբեր պսևդո քաղաքասարակության ներկայացուցիչներ մեզ մեղադրում են, ասում են, «Օ, դուք արհեստական սպասումներ եք գեներացնում հասարակության մեջ»։ Այդ նույն մարդիկ, որ հիմա իրաց ճղում են եվրոինտեգրացիայի համար, դարձել են հանգած եվրոինտեգրատորներ։ Բայց այն ժամանակ ասում են, չէ, արհեստական սպասումներ է, պետք չի հույս տալ ժողովրդին, որ Եվրամիությունը մեզ սպասում է, որ մենք երբևէ կարանք Եվրամիության անդամ դառնալ։ Հիմա մենք այդ գործընթացում հետ ենք ընկել ահագին։ Եվ այդ շտապողականություն շատ կարևոր է ստանդարտներին համապատասխան լինելու տեսակետից։ Այսինքն, եթե մենք նույնիսկ եթե հայտը չենք ներկայացնում, լավ, ասենք թե հասկացանք, հայտը հələ այս պահին չենք ներկայացնում, ես կարծում եմ գոնե տարեվերջ միջև կարող ենք հանգիստ ներկայացնել։ Բայց այն քայլերը, որ պետք է արվի միջև այդ հայտը ներկայացնելը, դա շտապելով է պետք անել։ Դա այդ ստանդարտներին համապատասխանելու գործընթացի են գլխավոր կետերը առանցքային վիզաների լիբերալիզացումից սկսած միջև տարբեր չափորոշուչներ եւ այլն։ Պետք է օր առաջ արվի։ Այդտեղ պետք է շտապել։ Գիտեք, այդ թափուկ բարձը, որ իշխանությունները իրանք իրենց գլխի տակ դնում են նաև այդ որոշ փորձագետների, ուրեմն նաև ստեղծած ֆոնի վրա, դա այնա, որ դե մեկա չենք շտապելու, դե կարելի է ոչինչ չանել այդ ուղղությամբ, մեկա չենք շտապում, չէ, այտենց չի։ Մենք մի հսկայական պաշտոնյաների խաղ պետք է վերապատրաստենք, որ հանրային կառավարման տեխնոլոգիաներին տիրապետեն եվրոպական ստանդարտների ենել, որովհետև 25 թվականին նոր ստանդարտներ են Եվրոմիությունում ընդունվել, ավելի բարձր ստանդարտներ, որ նույնիսկ եվրոպական չինովնիկները, պաշտոնյաները նոր վերապատրաստումներ են անցնում, որ այդ ամեն ինչին հասու լինեն։ Մերոնք, որ նույնիսկ միջև այդ եղած ստանդարտներին հասու չեն։ Հիմա Sigma ծրագրով վերապատրաստում են 10 հոգով, 20 հոգով, բայց դա շատ փոքր ծավալներ է։ Մենք ունենք տասնյակ հազարավոր պաշտոնյաներ տարբեր մակարդակների, այդ թվում ուրեմն ոչ միայն պետական ծառայողներ, հանրային, այլ նաև համայնքային ծառայողներ, որ նրանք էլ պետք է վերապատրաստվեն։ Այդ բոլորը հսկայական ծավալի աշխատանք է պահանջում, որը ավելի փոթաջանություն է պահանջում իշխանություններից, որը մենք չենք տեսնում։ Եվ այստեղ է, որ մենք հորդորում ենք իրենց ամեն անգամ, որ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն մեկ, ավելի աչալուրջ լինեն քաղաքացիական պահանջներին, այլ ոչ թե սվիններով ընդունեն շատ դեպքերում, ինչի մասն է Լուսինե Հակոբյանն նշեց, երկու, եւ երրորդը մի քիչ ավելի ակտիվ է ամեն ինչը անել, հա,
բացի պրոֆեսիոնալիզմից, բարյացակամությունից, բայց նաև ակտիվություն է պետք, մոտիվացիոն է պետք։ Իսկ եթե կան պաշտոնյաներ, որոնք մոտիվացված չեն, ուրեմն իրենք իրենց տեղում չեն։ Հովսեփ, իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ներկայիս այս ակտիվ շրջանը, այն, այսպես ասենք, որքանով է արժեքային, ես նկատի ունեմ ժողովրդավարություն, իրավական պետություն, ինստիտուտներ, մարդու իրավունքներ, եւ որքանով է զուտ մաքուր աշխարհաքաղաքական հաշվարկ, որովհետեւ այս ճանապարհին դեմ ընդդիմախոսները ասում են, սա աշխարհաքաղաքական սխալ կործանարար ճանապարհ է։ Ուրեմն դրանք փոքրամասնություն են իհարկե, բայց կան նաև շատ մարդիկ, որոնք կողմ են եվրոպական ինտեգրմանը, բայց ելի աշխարհաքաղաքական ուրեմն դրդապատճառներով։ Իհարկե միայն աշխարհաքաղաքական։ Մենք չենք ասում, որ չկա այդ կարևորությունը աշխարհաքաղաքական, որտեղ ռազմավարական տեսակետից իհարկե մենք անվտանգությունը մեր ապահովելու ենք, կարողանալու ենք ապահովել միայն արևմուտքի հետ սերտ համագործակցությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Մենք տեսանք Ռուսաստանը մեզ ինչ է ապահովում։ Մեր տարածքների կորուստ, մեր ժողովրդի տվյալ դեպքում արցախահայության բռնագաղթեցում իրենց խաղաղ կոչվածների ներկայությամբ եւ մասնակցությամբ մերսակցությամբ այդ է ապահովում։ Դրա համար մեզ արևմուտքի այդ խորացումը իհարկե այո, ռազմավարական առումով եւ աշխարհաքաղաքական առումով կարեւոր է, բայց դա չի միայն։ Հենց արժեքային դաշտում մենք պետք է ավելի լայն շրջանակների մեր հասարակության ներկայացնենք կարևորությունը, որովհետեւ դա կապված է նաեւ կյանքի որակի հետ, մարդկանց իրավունքների հետ, յուրաքանչյուրի ամեն մեկ իր վրա թող վերցնի։ Եկեք շատ դեպքերում մարդու իրավունք կոնցեպտը շատերը ընդունում են, որ իրենցից անդին գտնվող ինչ-որ մի բան, որ Եվրոպայից ուզում են պարտադրեն, չգիտեմ, ինչ կա այդտեղ պարտադրելու, մենք պետք է ուզենանք, որ այդ մեր իրավունքները, յուրաքանչյուրի իրավունքները պաշտպանվի դեռ։ Իրավունքների մի ամբողջ շարք կա, որ մեր համանդրությամբ էլ է նշված։ Հենց չի որ ինչ-որ դրսից ներմուծվող բաներ է։ Մենք մեր համանդրությամբ նշված իրավունքները նույնիսկ այսօր լիարժեք չեն կարողանում ապահովել, որտեղ այդ ստանդարտներին չեն համապատասխանում, այդ թվում շատ պաշտոնյաներ, որոնք այդ իրավունքների իրացմանը կոչված են իրենց պաշտոնի բերմամբ։ Այնպես որ այդ լուրջ աշխատանք է պահանջում նաև հասարակական գիտակցության տեսակետից։ Ես այսօր իդեպ իմ ելույթում նաև անդրադարձա մի կարևոր խնդրի, որ շատ կարևոր է, որ մեր հասարակության մտածողությունը հուզականից դեպի ռացիոնալ ավելի գնա, հա։ Մենք ցավոք սրտի շատ ենք հենվում մեր քաղաքական որոշումների մեջ, իսկ քաղաքական գլխավոր որոշում կայացնողը հայ ժողովուրդն է, որպես Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սուբյեկտ, որպես սուվերեն։ Եվ ինքը դրա համար բավարար գիտելիքներ պետք է ունենա, հերիք չի, բայց նաև էմոցիոնալ այնպիսի ֆոն պետք է ունենա, որ ինքը ինչքան էլ པարզ է, բոլորս էլ մարդ ենք, հա, միսուար ունենք, էմոցիաներ ունենք, եւ պատմական հիշողություն կա, շատ ցավոտ անցյալ կա, որը որ շատ դեպքերում շատ էլ անցյալ չի, ընդհանրապես մի քանի տարվա պատմություն է, բայց մենք պետք է հասկանանք այդ ամեն ինչի վրա կառուցելով քաղաքականությունը, այլ ոչ թե ռացիոնալ սթափ հաշվարկի վրա, մենք ուր ենք հասնելու, կարող է ավելի վատ լինի, կարող է այս եղածն չկարողանանք պահպանել, եւ հետո ասենք լավ գոնե ժամանակին սթափված լինենք, հասկանայինք ինչը ինչոց է աշխարհում եւ տարածաշրջանում եւ ավելի ռացիոնալ որոշումներ կայացնենք։ Էլի հետին մտքին թողենք, հայի հետին խելքին թողնենք, թե հիմա այդ ռացիոնալ որոշումների անցնենք, իսկ մեր գլխավոր ռացիոնալ որոշումը 2 ամսից է լինելու, ու ավելի քիչ նույնիսկ հունիսի 7-ին, երբ որ մենք բոլորս պետք է որոշենք ինչ ապագա է ունենալու Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովրդավարական, ինքնիշխան, անկախ, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող եւ արևմուտքի հետ գնալով ավելի սերտացնող իր հարաբերություն եւ Եվրոմիության անդամակցության ձգտող, թե Ռուսաստանի ծայրագավառ Թաթարստան կամ չգիտեմ Կալուգայի, Նիժնի Տապր գյուղի մակարդակի իջեցվող մի հատ երկիր ենք ունենալու, որտեղ ռուսները Կրեմլը նկատի ունեմ գուբերնատոր են նշանակելու մի հատ, ինքը գա այստեղ թալանի, ոնց որ իրենք բոլոր ինչ ունեցել են այստեղ տարել են, ինչի վրա թաթ են դրել, քերել տարել են։ Մեր գույք պարտքի դիմացից սկսած մինչև Գազպրոմ Արմենիան լրիվ խլեցին մեր ձեռքից ժամանակ 100 գազարդը սարքեցին Գազպրոմ Արմենիա եւ մնացած է, չթվարկեմ, բոլորս է գիտեն։ Այն ժամանակ երբ որ Միացյալ Նահանգներն էլ Եվրոմիությունն էլ միլիարդներով օգնություն են մեզ տալիս, երկուսն էլ այդ երկու սուբյեկտն էլ մեզ այս անկախությունից ի վեր 30 տարիների ընթացքում գրեթե 30-ից ավել, հա 35 տարի եղավ արդեն 36 նույնիսկ 35-36 տարի երկուսից 3 միլիարդ, մեկը դոլար, մյուսը եվրո օգնություն է, անհատույց օգնություն է տրամադրել, վարկերի մասին չեմ ասում, տասնյակ միլիարդներ, հա։
Այդ ընթացքում Ռուսաստանը հակառակը քերում էր, տանում էր էժանով ամեն ինչ։ 80 միլիոնի անվան տակ 1 միլիարդի ունեցված գույք պարտքի դիմացից խլեցին տարան մեզնից, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի բնականաբար իրենց այն ժամանակվա գուբերնատորի բանով, ձեռամբ, օգնությամբ, այն դեպքում, երբ որ նույն տարին, թե մի տարի հետո բոլոր հետխորհրդային երկրների պարտքերը ներեց Ռուսաստանը, որ այտենց երկիր չկար, որ մեզանից փոքր պարտք, բոլորը մեզանից ավելի շատ էին պարտք Ռուսաստանին, մինչև միլիարդներ էր հասնում պարտքերը, բոլորը ներեցին, որտեղ դե Ռուսաստանի համար նավթի վերելքի շրջան էր, փող շատ ունեին, բայց որ այստեղ իրենց գուբերնատորներ, ինքը իր բերանով ասում էր եկեք տարեք, այս ունեցվածները տարեք, Պարզակ ասեն, հա, շատ լավ է, որ տալիս ես կտանենք, ի չենք տանի, որ այդ մնացածն են մտածում իրենց պետության մասին, իրենց երկրների, իրենց ժողովուրդների մասին չեն տալիս, հերիք չի, մենք էլ ստիպված ներում ենք այդ պարտքերը։ Բայց որ դու տալիս ես, հենա լավ է, կվերցնենք։ Մենակ հետխորհրդային երկրները ասում են միլիարդավոր, բայց տասնյակ միլիարդավոր էլ Աֆրիկա երկիր չմնաց, Ասիա երկիր չմնաց, Վիետնամից սկսած Մոնղոլիայով, то есть Անգոլայով ինչ պարտք ասես միլիարդների ներեցին։ Այդ բոլորը արժանի են ներման, որտեղ ինքնիշխան ժողովուրդներն են տիրում իրանց պետությունները, որ կարային խոսային եւ ուզեին այդ գոնե դիմեին, գոնե խնդրեին թեկուզ ասեն մեր շահերը մի քիչ պաշտպանին։ Ոչ թե ստեղ մի հատ գուբերնատոր ունենար ինքը, որը ժողովրդի շահերից չխոսեր, այլ իր շահերից ներխոսեր, ասել դե հələ լավ ենք բրծել։ Հələ լավ ենք բրծել, 80 միլիոնի դիմաց միլիարդ են տարել, կարեն 10 միլիարդ տանեն։ Մենք ոչինչ կարող է մնացած չունենանք, մի քիչ ավել եթե պաշտոնավարային այդ երկու հանճարեղ գուբերնատորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ովսեւ ես փոքրինչ խտացնեմ գույները։ Դու ասացիր հունիսի 7 ժողովրդավարություն ընտրությունները, հա, այսինքն թե ինչ ենք մենք ընտրում, այդ համատեքստում Եվրամիությունը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր, թե ազդեցության գոտի կամ հնարավորություն, այսինքն այստեղ նկատի ունեմ նաև հնարավորություն Ռուսաստանին հակադրվելու, որովհետև հակառակ ճամբարը, օրինակ նույն Սամվել Կարապետյանը, չէ, այս ուղին համարելով սխալ, պնդում է, որ Ռուսաստանին էլի նախորդ հարցով աշխարհաքաղաքական հաշվարկից ելնելով այստեղից դուրս թողնելը Հայաստանի համար բերելու է տնտեսական պատերազմ, հետո Վրաստանի օրինակը, Ուկրաինայի օրինակն է մատնացույց անում ու այսպես շարունակ։ Գործընկերություն է սա, թե Հայաստանը ազդեցության լավ հնարավորություն է Եվրոպայում։ Հիմա տես Շիրակ ջան, դու ասում ես Եվրոպայի տեսակետից, հա? Այսինքն Եվրոպայի շահերից ինչ է բխում, ինչ չի բխում։ Մի հատ նայենք իսկ մեր շահերից ինչ է բխում։ Ռուսաստանը այստեղ մնա շարունակի մեզ կեղեքել, իր ունեցվածքը էլի իր ձևով օգտագործի, որ ոնց որ երկաթգծերն է օգտագործում, անունը դնում է ներդրում եմ անում, պարզվում է ոչ մի ներդրում էլ չի անում, բրեքներս ուղղակի սակագին է թանկացնում, որ քամի տեղից էլ վերջի կոպեկը քամի տանի 40 կիլոմետր արագությամբ երկաթգծի վրա ուրեմն շոքեքարշեր աշխատեն, հա, գնացքներ աշխատեն, ասենք Դա մեզ ձեռ տալիս, թե մեզ ձեռա տալիս, նախ եւ առաջ մեզ է ձեռ տալիս, որ Ռուսաստանը այստեղ օր առաջ ավելի քիչ ազդեցություն ունենա, օր առաջ նրա ազդեցությունը նվազի։ Այդտեղից եթե ելնենք, կտեսնենք, որ ոչ թե ինչ որ մեկը ուզում է մեզ ազդեցության գոտի ցարքի, մեզ օգտագործի Ռուսաստանի դեմ, այլ մեզ է պետք համագործակցել այն ուժերի հետ, որտեղ շահերի համընկում կա մեզ եւ իրենց։ Եվ այդտեղ մենք գործընկեր ենք դառնում։ Եվ այստեղ քո հարցի պատասխանն է գալիս։ Մենք գործընկեր ենք, քանի որ մեր շահերը համընկնում են։ Ոչ մեկ չի ասում, որ Եվրոպան, ասենք, միայն այսպես բանի մարդու իրավունքների վրա է հիմնված, չնայած այդ կոմպոնենտը բավականին լուրջ կա, այնպես չի որ դա չկա Եվրոպայի արտաքին քաղաքականության մեջ, հա։ Կներեք, Եվրոպան այսօր նույնիսկ Վիետնամին բանա, հումանիտար օգնություն է 100 միլիոնավոր դոլարների տրամադրում, ասենք Կամբոջա, եսին ինչ, որ Եվրոպայից շատ հեռու է, բայց զուտ մարդասիրական նպատակներով կամ Աֆրիկայում այնքան երկրներ կա, որ սովի խնդիր ունեն, Եվրոպան այդտեղ գումարներ է ներդնում, որ սովը չտարածվի, որ կրթություն լինի, մարդիկ կրթվեն, կարողանան իրենք իրենց պահել։ Դա մարդասիրական մոտեցում է, դա արտաքին քաղաքականության մաս է, բայց դրա զուգահեռ իհարկե շահերի համընկնում կա։ Եվ եթե իրենք տեսնում են, որ մենք մեր շահերը հասկանում ենք, մենք մեր շահերը ուզում ենք պաշտպանենք, եւ այդ հարցում մեզ պետք է դաշնակից, իրենք ասում են, ուրեմն համեցեք, մեզ էլ է պետք։ Այդ նույն շահերը մեր շահերն են, համընկնում են։ Դուք եք ուզում, որ Ռուսաստան ձեզ չկեղեքի տարածաշրջանում հնարավորինս քիչ մնա ինքը, մեզ էլ է դա պետք։ Եկեք համագործակցենք ուրեմն այդ հարցով։ Մեզ էլ է պետք, որ Եվրոպան ավելի հզոր լինի եւ ընդլայնվի, ես խոսում եմ այն ուժերի մասին, որոնք այսօր Եվրոպայում իշխում են եւ կողմ են ընդլայնմանը, բնականաբար կան նաեւ եվրոսկեպտիկներ, որոնցից ոմանք հավանաբար նաեւ
տարբեր պատվիրակություններում են ծավալել Եվրոմիության տարբեր երկրներում, գուցե նաև Հայաստանի պատվիրակությունում կան այդպիսի մարդիկ, ցավոք սրտի, բայց ամենայն դեպս ընդհանուր առմամբ իրենց տրենդը, իրենց հիմնական գերակշռող մոտեցումը Եվրոպայի ընդլայնումն է առայժմ, ինչքան էլ նաև այդ ընդլայնման դեմ քննարկումներ կա, որ մենք շատ ենք փող ծախսում ընդլայնվելու, հա, իդեպ, այդ էլ որ ասում եք եւ ասում են շատերը, էլի որ Եվրոպան ազդեցության գոտի ուզում են ընդլայնվի, որ չգիտեմ կլանի եւ այլն, հա։ Ասենք նրանից որ ինքը ընդլայնվել իր վրա թանկ է նստում, ինքը հսկայական գումարներ է ծախսում, որ այդ նոր երկրները, որոնք որ դառնում են Եվրոմիության անդամ, ասես քաշելով բարձրացնի են մնացածի մակարդակին, թե բարեկեցությունը, թե անվտանգությունը, թե բոլոր մյուս հարցերը։ Լեհաստան, երբ որ միացավ Եվրամիությանը, սովետական միության մի հարաբերություններից մեկի մակարդակի տնտեսություն ուներ, այսինքն շատ ցածր։ Հիմա համարյա Գերմանիային է մոտեցել։ Այնքան միլիարդներ ներդրեցին։ Պարզ է Հայաստանին այդ ծավալի օգնություն, իսկ այնտեղ 100 միլիարդից ավելի է հասնում այդ վարկերն ու օգնությունը, ինչ որ Լեհաստանին տվել են։ Մեզ այդքան պետք չի, եւ Եվրոպայի վրա էլ մենք այդքան թանկ չենք նստելու, համեմատած մեր նաև կարևորությանը, թե աշխարհակաղակական դիրքի, աշխարհագրական դիրքի կարողությունների վերջո, հա, այդ ամեն ինչը հասկանալի է, կա շահերի համընկնում եւ Եվրամիությունը պատրաստ է, քանի դեռ պատրաստ է օգտվենք։ Պատրաստ է մեզ աջակցել, որ մեր ստանդարտները բարելավեն, մեր մոտ աշխատատեղեր ստեղծեն, գյուղը զարգանա։ Տեսեք, ինչքան ծրագրեր են արել մարզերում, գյուղերում, միայն Հայաստանի կառավարությունը չի, որ այդ սուբվենցիաներով այդ ամեն ինչը անում է։ Զուգահեռաբար ավելի փոքր ծավալով, բայց նաև Եվրամիությունն է անում դա։ Բա պետք է անենք, համատեղ ուժերով անենք, եւ եթե մենք ավելի առաջ ենք գնում այդ ինտեգրման հարցով, օրինակ հայտ ենք ներկայացնում, լրիվ ուրիշ մակարդակի բանակցություններ են սկսվում, լրիվ ուրիշ մակարդակի օգնություն է նաև գալիս Հայաստանին օժանդակություն, այդ թվում ռազմական։ Մենք սկի հայտ չենք ներկայացրել, արդեն մեզ 20 միլիոնի, անցած տարի 10 միլիոնի, այսինքն 24-ին 25 թվին 20 միլիոնի, այս տարի էլ որ լավ աշխատենք, Հունգարիան էլ արդեն չկա որ վետո դնի, այս ընտրություններն էլ նորմանացնի, կարող է Մոլդովայի մակարդակի հասնել 40 միլիոն տրամադրեն։ Ռազմական ոչ լետալ աջակցություն նկատի ունեմ, որը շատ կարևոր է։ Դա հոսպիտալներ են, դա լոգիստիկ ծախսերի վրա եւ այլն հազար մի ծախս կա, որ մեկը անում ենք մենք պաշտպանության մեր ուրեմն ծախսերի մեջ դա կա, այդ մասը, այդ բեռը Եվրոպան պատրաստ է իր վրա վերցնի։ Էլ չեմ ասում, որ հետագայում նաև այլ գուցե լետալ զենքեր մեզ տրամադրի, որպես արդեն դաշնակից, եթե մենք ավելի խորացնենք նաև ռազմական եւ անվտանգային համագործակցությունը Եվրոմիության հետ, իդեպ Եվրոմիությունը ինքը կամաց դառնում է նաև անվտանգային կառույց։ Գիտեք, միջև վերջերս ինքը տնտեսական զուտ միավորում էր, բայց Ուկրաինայի պատերազմից հետո, Ռուսաստանի ագրեսիայից հետո իրենք սկսեցին մտածել, որ մանավանդ Ամերիկայի վրա այդպես շատ հեռանկարային հույսեր չկա Տրամպի այս քաղաքականության արդյունքում կամ հետևանքով, եւ իրենք մտածում են, որ այո, ուրեմն պետք է ռազմական անվտանգային կոմպոնենտը զարգացնել եւ արդեն հատուկ դիրեկտորատ է ստեղծվել այնտեղ, հատուկ կոմիսար են նշանակել անվտանգային եւ պաշտպանական հարցերով, եւ այո, մեզ էլ է դա ձեռ տալիս, ոնց որ նոր դաշտ է անվտանգային հարցերը մեր բարելավելու եվրոպացիների օգնությամբ։ Շնորհակալություն Հովսեփ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուտուդյանն էր, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, այդ թվում նաև Ազատ քաղաքացի կազմակերպության YouTube-յան ալիքին, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։